Թուրքիայի այս պահվածքը, չափից ավել ինքնուրույն պահվածքը եւ ինքնագլուխ կամ ինքնաբավ կերպով բոլոր էներգետիկ եւ կոմունիկացիոն ռեսուրսների համար խաբ դառնալը Իրաքի նավթն են հիմա Թուրքիայի միջոցով Թուրքի գալիս Թուրքիայի ձեռքին չափից ավելի շատ լծակներ հայտնվել է նշանակում, ինչը բնականաբար մեծ խաղի, գլոբալ խաղի եւ նաեւ վերազգային կամպանիաների այնպիսին, ինչպիսին ասենք օրինակ State Street-ն կամ Vanguard-ն է, նրանց շահերից էլ չի բխում, հետեւաբար Թուրքիայի դեռ հաշիվներ ունեն պարզելու։ Դա կվերաճի ռազմական, թե կլինի քաղաքական, տնտեսական, թե կլինի սանկցիաների ձևով, բայց ինչ-որ կոնֆլիկտային հարաբերություն վիճակ հետաքրքիր է, որ Իսրայելը հավաքել է, կարելի ասել, կամ այդ գործընթացի մեջ նաև նոր դաշին, գիտեմս Կիպրոսի, Հունաստանի, վերջերս Հնդկաստանը նաև միացավ, Հնդկաստանի վարչապետ Մոդին, եթե չեմ սխալվում, փետրվարին Իսրայելում էր առաջին անգամ պաշտոնական այցով եւ այնտեղ հստակ հայտարարվեց նաեւ այդ դաշինքին, այս բոլորը հասկանալի է, որ դրա սլաքները արդեն երևում է թե ուր են գնում